Ողջույն բոլորին, սա Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է։ Այսօր փորձարկում ենք այսպես մի հետաքրքիր մեքենա, որը կոչվում է Acura TLX 2018 թվականի արտադրության, կարելի ասել Honda Accord, նույն Honda Accord-ն է, բայց արդեն ամերիկյան շուկայի համար, բոլորս էլ գիտենք, որ Acura-ն նույն Honda-ն արտադրվում է ամերիկյան շուկայի համար։ Բավականին հետաքրքիր արտաքին ունեցող մեքենա է ու որոշ հետաքրքիր բաներ ունի, ինչի համար եւ որոշեցինք այս մեքենան նկարենք։ Այս մեքենան դասվում է բիզնես դասի սեդաններին, այսինքն իր կոնկուրենտներն են Lexus ES, BMW 5-րդ սերիա, Audi A6, Camry, բոլորի կողմից շատ սիրված։ Ու ասեմ, որ էլի գեղեցիկ է մնացածի հետ համեմատ, կարելի է, այսինքն համեմատել ու դնել կշերքի նժարի վրա ու բավականին էժան է, բնականաբար մնացածի համեմատ։ Այս մեքենան Հայաստանում միակն է, դեռևս սրանից այլևս չկա ու եթե տեսնեք հանկարծ փողոցներում, հենց այս մեքենան եք տեսնելու։ Այս մեքենայի վրա ուրեմն ամենաշատը առաջին հայացքից ինձ դուր եկավ լուսարձակները, LED լուսարձակները առանձին 5 այս կլոր թե քառակուսի, մի խոսքով սենց սիրուն շարված, մի տեսակ Alfa Romeo-ը հիշացնում, Alfa Romeo 159 կամ Bugatti Chiron, ահա։ Ու շատ հնարավոր է, ես իհարկե տեղյակ չեմ, բայց շատ հնարավոր է, որ ընդհանուր միտքը, գաղափարը լուսարձակների վերցված լինի ինչ-որ մի մեքենայից, օրինակ Bugatti-ից։ Այստեղ բավականին մեծ, սենց փայլուն, իբր թիթիզ ռադիատորային քողարկիչ, գեղեցիկ բամպեր, բայց ասեմ, սա սովորական տարբերակն է, 3.5-ն է V6 շարժիչով, այսինքն մեծ շարժիչով տարբերակն է, 2.4-ը չի, բայց Ace-Pack տարբերակը չի։ Կա Ace-Pack մոդիֆիկացիա, որը ընդհանուր արտաքին եւ ներքին հարդարման հետ է կապված, որոշ փոփոխություններ կան, մի քիչ ավելի ագրեսիվ արտաքինով, այստեղ հակամառախուղային կլոր մեծ լուսարձակներ կան, բամպերի տեսքն է մի քիչ ուրիշ, հետևը կա որոշակի փոփոխություն ու բնականաբար անվահեցերն են ուրիշ 19 դյույմ այնտեղ ու սենց մի քիչ ավելի ագրեսիվ, ավելի սենց երիտասարդական ոճով, էլի։ Հետևից շատ նման է Lexus-ի, Ace-Pack-ի դեպքում, այստեղ խլացուցիչները կլոր են, բավականին մեծ, ու այս հատվածն է, ինչքան հասկացա նկարներով, տարբերությունները նայելով, այս հատվածը մի քիչ ավելի մեծ է, մի քիչ ավելի ագրեսիվ է, երևի այս պլաստմասան, մի քիչ ավելի մեծ է գալիս, երևի այս հատվածում, ու այնտեղ խրոմապատ դետալները մի քիչ ավելի շատ են, քան այստեղ, բեռնախցիկ 420 լիտր տարողությամբ, բավականին մեծ է, բավականին հետաքրքիր է, ամեն ինչ մաքուր է, որովհետև մեքենան նոր է, այստեղ դատարկություն է, ոչինչ չկա, անիվների կոմպրեսոր կա, կա այս քարշակը, այստեղ այսքանը, պահեստային անիվ, ոնց հասկանում ենք, չունի, այսենց գեղեցիկ Acura TLX, վևեց, մեքենան արջևի քարշակման համակարգով է, դրան համար տեսնում եք շարժիչի ուղղությունը այսպիսին է, հորիզոնական է, իսկ հետնակարշակ մեքենաներինը այսպիսին է, այսինքն ուղղահայաց։ Բավականին մաքուր, գեղեցիկ ու մեքենա է գալիս, պետք է ճանապարհ տանք, մի րոպե սպասեք։ Վերջ, դա էլ շարժիչ է, հիմա եկեք նա սրահը տեսնենք։ Սրահը այսպիսի սենց ոչ շատ ճոխ, բայց ոչինչ էլի գեղեցիկ է, հետաքրքիր սենց լուծումներ կա, ինչն է աչքի ընկնում, որ տենց ասեմ, որ կարելի է խոսալ այս մեքենայից։ Առաջինը նախ ունի 2 մանիտոր ու իրար վերև հիմնականում լինում ասենք մի հատ մանիտոր այստեղ, մի հատ այստեղ, որը համել ծառայում է որպես ցուցիչների վահանակ, կամ ինչ որ մեկը լինում է մանիտոր, մեկը ուղղակի ինչ որ սենց ինֆորմացիոն մի բան, պանել, բայց չէ, այստեղ 2 լիարժեք մանիտորներ են, մեկը պատասխանատու է մուլտիմեդիայի համար, մյուսը նավիգացիայի, GPS-ի համար։ Ղեկը եռաթև, հարմար, լիքը կոճակներով, կաշի, ու ոնց որ լավ կաշի, բավականին պինդ է ընդհանուր նստարանը, սենց չորա, ձիքա,
ու քեզ sense մի տեսակ տրամադրում է բավականին ագրեսիվ վարման, բայց մեքենան այդքան էլ ագրեսիվ վարման համար նախատեսված չի։ Այդքան sense իր դինամիկան մի քիչ թույլ է, էլի, թե կառավարելիությունը, թե ընդհանուր այս գազի ոտնակի հետ կապված այդ արձագանքը կարելի ասել։ Առանձնապես որ ասեմ ինչ որ սրահում հետաքրքիր բաներ կան, ոչ։ Ամենահետաքրքիր պահը այս փոխանցումատուփի պահն է, որ մեր սովորական են բռնակով չի, էլի, փոխանցումատուփի, այլ այսպիսի կոճակներով։ Նայեք։ Հիմա այստեղ նայեք։ Հիմա պարկինգ է, վարվում է, ասենց երկու կարմիր լույս, հետո դնում ես հետընթաց, երկու կանաչ լույս, այնտեղ միանում է տեսախցիկը, հետո նեյտրալ, էլի կարմիր լույսերով, ամենագեղեցիկը դրայվն է։ Ցես կլոր կանաչ լույսով։ Այստեղ կա պարկինգ, այսինքն կայանման արգելակ։ Այսինքն բաժակի տեղեր, այստեղ արմնկակալը որպես դարակ, AUX-ի տեղով, 12 վոլտի տեղով, այստեղ էլի 12 վոլտ, USB, մի խոսքով լիքը մուտքեր կան տարբեր, այստեղ նաև Apple CarPlay-ով կարող ես օգտվել, հնարավորություն ունի Apple CarPlay-ի։ Սա սենսորային է, ուրեմն այս մուլտիմեդիան, որը բավականին դանդաղ աշխատում, բավականին նյարդայնացնում է։ Հա, ու ընդհանրապես գեղեցիկ չի, ոչ մի ինչ-որ sense գեղեցիկ լուծում չկա, էլի։ Իսկ սա արդեն այս նավիգացիայի ու ինֆորմացիոն մոնիտորը աշխատում է այս բռնակի պտուտակի միջոցով, ինչը բավականին sense պինդ է, sense կոպիտ մի տեսակ sense ոնց որ ջուր բացես փակես, էլի, չգիտեմ։ Խոսքով, այսքանը գնանք մի քիչ վարենք, երևի ճիշտը դա է։ Այստեղ V6-ն է, 290 ձիաուժ, 362 կարծեմ նյուտոն մետր ոլորող մոմենտ, ու արջևի քարշակող համակարգովն է, բայց կա այս նույնի լիաքարշակ համակարգը, լիաքարշակ համակարգը ընդեղ էլ ավելի sense ինչ-որ բարդ լուծումներով է բան, որովհետև այս մեքենան այս տարբերակը նույնպես ու ոչ միայն 3.5, այլ 2.4 շարժիչն էլ նաև համալրվում են հետևի անիվների կառավարման, ղեկային կառավարման համակարգով, ինչը դե բնականաբար թույլ է տալիս ավելի լավ մանևրել, ավելի ապահով, ավելի դինամիկ է, մի խոսքով լիքը լավ առավելություններ ունի, բայց դե 4 քաշող համակարգի դեպքում այնտեղ շատ ինչ-որ, ես միշտ տեխնոլոգիաներ են օգտագործել, այդ վեկտորային ոլորող մոմենտի բաշխում, բան ինչ-որ sense բաներ կա, էլի, չմանրանանք դրա մեջ, մի խոսքով, բավականին հետաքրքիր է, ասեմ հիմա սրահում, որ գնում ենք, շարժիչի ձայնը համարյա չի լսվում, բայց դե հանգիստ ենք գնում, ընդհանրապես ձայնամեկուսացումը լավն է բավականին, բայց ինչքան ես կարդացի, նայեցի այդ 2.4 շարժիչի մասին, ընդհանրապես բավականին շատ դժգոհություններ կային հենց ձայնամեկուսացման հետ կապված, որովհետև նայեք, այստեղ փոխանցումատուփը այստեղ 9 աստիճան է, ավտոմատ 2.4 շարժիչի դեպքում 8 աստիճան է, այնտեղ ռոբոտացված փոխանցումատուփը DCT փոխանցումատուփից է, ու դե քանի որ փոխանցումները այդքան շատ են, բնականաբար շատ հաճախ է փոխանցում կատարվում ու շարժիչի ձայնն էլ որ շարժիչը փոքր է, միշտ մի քիչ sense ծանր է աշխատում, դժվար է աշխատում, այդ ձայնը բան մի խոսքով նյարդայնացնում է շատերին, բայց այս V6-ը բավականին հաճելի է, այսպես հանգիստ վարելու դեպքում, բայց դե որ գազը սեղմում ես, գալիս է, էլի։ Շատ նման է թե ձայնը, թե ընդհանուր այդ դինամիկայի պահը, կհիշեք շատերդ Infiniti G35-ը, ասենք, օրինակ, հա,
Կամ Infinity-ների շարքից շատ կան, որ այդ V6 շարժիչներից են օգտագործում ու համ ձայնն է շատ նման, որ մտնում է սրա, համ ընդհանրապես ասենք իր պահելաձևը, բան, չգիտեմ ճիշտն ասած պաշտոնական տվյալով, որն է ավելի դինամիկ, այսինքն որն է 0-ից 100 ավելի արագ զարգացնում, որովհետև այս մեքենայի դեպքում ոչ 0-ից 100-ն է պաշտոնապես հայտարարված, ոչ մաքսիմալ արագությունն է հայտարարված, չգիտեմ ինչի։ Իհարկե, այտենց անկախ փորձագետները, որ փորձել են, մոտավորապես այտենց 6-9 վայրկյանի կարգի է 0-ից 100-ը, մենք հեսա կփորձենք դա չափել, իհարկե մեր ձևերով, բավականին մոտավորապես կստացվի, բայց դե հիմա, ինչ էլ որ լինի։ Այստեղ ունի ուրեմն dynamic mode մի կոճակ, որը փոխում է ռեժիմները էկո, այսինքն էկոնոմ, նորմալ, սպորտ եւ սպորտ պլյուս։ Սպորտը եւ սպորտ պլյուսը բնական արդեն պատրաստում են մեքենային ավելի ագրեսիվ վարելավոճի, հեսա չգիտեմ լսվում է այդտեղ թե չէ, բայց պտույտները բարձրացան, այսինքն ինքը հետ իջավ ավտոմատ 1 կամ 2, չգիտեմ, փոխանցում, որովհետեւ այստեղ 9 փոխանցում, 9 աստիճան է ընդհանուր։ Եթե չի գրվում, կոնկրետ չես հասկանա, էլի։ Քանի աստիճան բարձրացավ, քանիս իջավ, բայց դե այստեղ կան ղեկանիվի հետևում սելեկտորներ, այ որ փոխում ես սելեկտորների, այստեղ գրվում արդեն հիմա երրորդ փոխանցման տակ ենք։ Չորրորդ, բայց ասեմ, որ արդեն 4000, 3500, 4000-ից հետո շարժիչի ձայնը լավ արդեն սկսում է գալ։ Ասես լույսերը ինչ որ վառվում, որ մի քիչ արագ վառում է սենց հա մարդու դեբիլի տեղ է դնում, էլի ասենք մոտավորապես 3 մետր մնում է միջև դիմացի մեքենան, բայց ինքը սենց այս դիմապակով վրա լույսեր է վառում, որ երևի մոտենում ես, իբր դու չես տեսնում, էլի հա, սպորտ պլյուսի տակ բավականին չորանում են նաև կախոցները, բայց ընդհանուր ակտիվ վարման համար մեքենան այդքան էլ հարմար չի ընդհանուր առմամբ, որովհետև ինքը մի քիչ սենց բան է, էլի մի քիչ փափուկի մեջ է ոնց որ սարքած, հանգստի մեջ, այդքան այսինքն ավտոմատ արգելակում էլ է, հա, տեսեք դիմացից մեքենա սենց փորձում էր շրջադարձ կատարել, այդ լույսերը վառվեց, որ ասում էի դիմապակու վրա ու ինքը ավտոմատ արգելակեց։ Այստեղ ղեկի վրա նոր տեսա հեսա կոճակներ, ուրեմն այս գծերին, գծանշումներին հետևող կրուիզ կոնտրոլն է, այսինքն սեղմում ես, ինքը գծանշումները ճանաչելով գնում է։ Ասեմ բավականին հետաքրքիր է ընդհանուր սենց դիզայնը, ճիշտ է ինքը սենց փորձել են, որ սենց ամենտեղ սենց ինչ-որ սրություններ, կորություններ, բան սենց դիզայն են փորձում տան, այն ճապոնական ոճով, հա, որ մեկ-մեկ նույնիսկ մի քիչ շատ է լինում, ունի կույր գոտիների վերահսկում, որը շատ մեքենաներ ունեն, այդ երբ մեքենայի է լինում այն հատվածում քո կողքի, այն հատվածում, որ քո հայլիով չի երևում, լույս ավարվում, բայց հիմնականում դա անում են հենց հայլիի վրա, շատերը նկատած կլինեք, կամ սլակ է լինում, կամ մեքենա է նկարվում, բայց այստեղ չգիտես ինչի, ուզեցել են տարբերվեն, թե չեն կարողացել հայլու վրա անել, չգիտեմ, բայց վարվում է այստեղ, հեսա, տեսեք, այստեղ է վարվում այդ լույսը, ասենք հայլիիդ նայելուց պետք է սենց այս աչքիդ պոչով, ինչ-որ աչքդ ծակի էլի, եթե մի քիչ արևոտ եղանակ լինի, կարծում եմ շատ հեշտ կլինի չնկատել։ Լավ, հիմա եկեք փորձենք մի հատ մեր արագությունը չափել 0-ից 100-ը, հիմա ինչքանով կստացվի մեր պայմաններում։ Հիմա փորձում ենք մեր վայրկյանաչափով մոտավորապես, թե այս մեքենան 0-ից 100-ը ինչքան ժամանակում է զարգացնում։ 3, 2, 1, գնացինք։ Ստոպ, 8:36, այդքան է լավ չի, 8:36, չնայած հաշվի առնելով, որ մեր ճանապարհը այդքան էլ ուղիղ չէր, մի քիչ բարձունքի վրա էինք, այսինքն բարձունքի էինք բարձանում, հեսա նույնը կփորձենք ուղիղ հատվածում։ Հիմա նորից ենք փորձում, որովհետև 8:36-ը ոչ մի կերպ մեզ չէր կարող գոհացնել։ Հիմա Sport Plus
ռեժիմ էլի, բայց արդեն ինքը ավտոմատ դեի վրա ու մեր ճանապարհն էլ արդեն ուղիղ է, ոչ մի թեկություններ չունենք։ 3, 2, 1 գնացինք։ Աբա, 8:16, 8 մոտավորապես, որովհետև ես մի հատ սխալ սեղմեցի։ 8 լավ չի։ Մեքենան, ուրեմն մեքենայի քաշը ինչքան է 1 տոննա 620 կիլոգրամ, ձիաուժը 290 ձիաուժ, նյուտոնը 362։ Դա կարելի է հեսա հաշվել, մոտավորապես պատկերացնել 1 կիլոգրամի, այսինքն 1 ձիաուժը քանի կիլոգրամ է ընդհանրապես մեքենայի քաշի տանում ու ըստ դրա կհասկանանք, եթե տարբերությունը շատ մեծ է, ոչինչ, որ 8 վարկյան, հա, բայց եթե փոքր է, լավ չի, իհարկե, հեսա հաշվեմ ասեմ, վերջ հաշվեցինք, ուրեմն ինչ արեցինք, մեքենայի կիլոգրամը, քաշը, մեր պարագայում 1620-ը, բաժանեցինք ձիաուժի, այսինքն 290-ի, և ստացանք 5.5 կիլոգրամ մեկ ձի համար, դա բավականին քիչ է, այսինքն 8 վարկյանը 0-ից 100, մեր պայմաններում, ծովի մակարդակից այսքան բարձր, մեր վառելիքով նորմալ է, որ դուրսը գրել են 6 ու 9, ինչ-որ հատուկ փորձարկումներ են երևի արել, բավականին լավ պայմաններում, նոր մեքենա, չնայած մեր մեքենան էլ է նոր, ընդամենը 2300 մայլ է, 3500 կիլոմետրը չի անցնում, մի խոսքով։ Ինչ ասեմ, հետաքրքիր մեքենա է, մանավանդ արտաքինի հետ կապված երևի, որովհետև կարելի է այս մեքենայով ճանապարհներին տարբերվել։ Օրինակ, եթե վերցնես Camry-ին, հա, կամ ասենք Lexus, կամ նույն BMW 5-րդ սերիա, չես կարող այդ մեքենայով, ասենք, չես կարող Camry-ով տարբերվես, որովհետև սա Հայաստանը Camry է։ Սա միակն է դեռևս Հայաստանում, այնպես որ աչքին կնող, բավականին գեղեցիկ է, ոչինչ, նորմալ է։ Այստեղ մի հատ անհասկանալի պահ կա, որ ասենք 2018 թիվ այս մեքենան, բայց հա ինքը ընդհանուր ունի էս keyless համակարգը, որ ձեռքով բռնում ես, բացվում է դուռը, բայց թե ինչի են փակելը արել կոճակով, այդ չես հասկանում։ Ինչ կլներ, որ էլի ինչ-որ կամ հերվանայր, հա, որ հերվանում ես, փակվում է, բայց այստեղ կոճակով է, ինչի որ նեքս սենսոր չի, շատ ավելի մատչելի տարբերակների մեքենաներ կան, որ սենսորով է։ Երկրորդ բանը որ կա, այսինքն կարելի է դա պլյուս համարել, որ հետևի դռան ես բռնակի վրա էլ կա նույն կոճակից, ինչը շատ հարմար է, երբ մեքենայից դուրս ես գալիս, դուռը փակում ես, էլ չես պատտվում, որ սա սեղմ ես, այստեղ սեղմ ես ու գնում ես այն կողմ, եթե այն կողմ ես գնում։ Մի խոսքով, սենց խառախուճուճ մեքենա, լավ, եկեք շնորհակալություն հայտնենք Նակոել ընկերությանը իր մոթուլ ապրանքանիշով մեզ այս հաղորդումը հովանավորելու համար, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ավելի հետաքրքիր մեքենաներով, հույս ունեմ, չնայած նենց չի որ սա հետաքրքիր չէր, մի խոսքով կհանդիպենք Drive News-ի եթերում, հաջողություն։ Շատ մեքենաներ ունեն այդ կույր գոտիների վերահսկման Համի տորմուզն իմ տեղը տորմուզա տալի է։ Թողեք։